Սրբազան, մի հարց բանով, ինչի այս հարցը իրականում մենք քննարկել ենք շատ, բայց կուզեի դուք էլ արտահայտեիք ձեր կարծիքը, չեմ տեսել այս հարցի շուրջ դուք կարծիք արտահայտել եք, թե չէ։ Խոսքը վերաբերում է մի կնոջ, որը եկել էր ու հարձակվել էր Սրբազան պայքարի ակցիա իրականացնող երիտասարդների վրա եւ մի անգամ չէր հարձակվել, մի հատ առավոտյան էր եկել, հետո երեկոյան արդեն կոպալով էր եկել։ Հիմա ինչ որտեղ տարվեց այս բանը, հա, զրույցը, նախ դա մտավ այդ իր որդին չարաբաստիկ մի երևույթ, սկսեց հուզական դաշտ տանել, նախ սկսեց մայրերից խոսալ, մայրերի նկատմամբ սա է անթույլատրելի, նա է անթույլատրելի, սա քրիստոնեական չի եւ այլն եւ այլն։ Հետո արդեն այդ հուզականությունը գումարեց ինչ-որ մի պատմություն, որը որ իր անձնական ողբերգությունը երևի ողբերգության պես ներկայացվեց, ուսես փորձ արվեց այդ խղճահարությունը, այդ բանը ներկայացնելու։ Անկեղծ էլի, զուտ քաղաքական մի կողմ են քաղաքական ինչ ոնց որ պետք է արել ենք քրիստոնեական տեսանկյունից էլի։ Արդյոք ազնիվա որպես ծնող ներկայացնել մարդուն, որը արել է այդ ամեն ինչը ու արդյոք այդ ոնց ասեմ նորմալ է էլի, այսինքն դա տալիս է ինդուլգենցիա մարդկանց, թե չի տալիս։ Բացարձակ ոչ, նայեք, Նարեկ ջան, նախ ձեզ մեծ գնահատանք, որովհետև գիտեմ, որ անմիջապես անդրադարձակ դուք անդրադարձել եք, սա էլ թերություններից մեկն է, որ հաճախ չենք հանդիպում։ Հա, համաձայն եմ։ Բայց ոչինչ։ Կա տենց բան համաձայն եմ։ Ուրեմն ես նայեք քանի իրադարձություն ենք անցկացրել։ Սրան ճամփելուց հետո կհանդիպենք շատ։ Ուրեմն Չէ՞ դա պետք է հանդիպել որ ճամփենք, թե չէ։ Չէ, արդեն մտքերը տեղն են, ամեն ինչ նորմալ է։ Ուրեմն գնահատանք շատ, որ անմիջապես նաև արձագանքել եք, մի հատ էլ վերլուծություն եւ այլն եւ դա այդ գնահատանքի Չէ, իսկապես պետք է ամեն ինչ իր չափով ու ձևով, ամեն ինչ իր տեղով պետք է նշվի, դա Իմ բնույթն է դա, հիմա Շնորհակալություն։ Չեմ ուզում որևէ ձևով մեծացնել կամ չափազանցել, բայց այդպես է։ Շնորհակալ եմ շատ։ Ուրեմն երկրորդը Սուրբ Գիրքը հստակ ասում է հարգիր հորդ ու մորդ։ Այո։ Վերջ։ Այս մարդիկ իրենց ծնողներին հարգանք չունեն։ Ես չեմ հավատում, որ իրենց ծնողներն էլ որդիների նկատմամբ հարգանք ունեն։ Ես ուզում եի դուք ասեիք այդ, որովհետև մենք այդ ասում ենք, Ես չեմ հավատում։ Ինչու չեմ հավատում։ Որովհետև որդու նկատմամբ հարգանք ունեցող իրեն այդպես չի պահի փողոցում։ Ծնողի նկատմամբ հարգանք ունեցողը թույլ չի տա, որ այդ աստիճանին հասնի։ Համաձայն եմ, ես էլ եմ այդ ասում, բայց Ոչ միայն թույլ չի տա, որ ծնողը դուրս գա փողոց, այլ իր վարքը այնպեսին կլինի, որ դրան չարժանանա։ Բայց այդտեղ պատճառը այն չէ, որ ինքը այդ մարդու մայրն էր։ Չէ, դա հետո է, չէ, պարզ։ Իրենք ուզեցին պատմություն սարքել, բայց չեն կարող, քանի որ ստախոս են, ստախոս։ Ես նախ իրենց մասին գիտեմ խաշտարակից։ Շատ Իսկ այնտեղ են ապրել։ Այնտեղից են իրենք։ Ուրեմն, ահա, Իջևանի շրջան։ Բայց այդ չի կարող։ Հիմա իրա վրա չեմ ուզում կենտրոնանալ, որովհետև նա չնչին երևույթ է ուղղակի այդ մարդը։ Չէ, համաձայն եմ, երևույթն է պետք ընդհանուր քննարկել այս թվում։ Թեպետ ինքը դուրս է եկել ինչ որ բաներ ասել, քոչարյանական տերտեր ասել, ինչ է ասել, ես ինչի մամիչ։ Այն մեկն էլ այն Վայոց ձորի նախկին էիք ասում, չէ՞, Վայոց ձորի նախկին մարզպետ է եղել ոնց որ։ Ով։ Նախկին Ազգանունն էլ Բագրատյան։ Առաջին անունը Սերգեյ Բագրատյան։ Հա։ Նա էլ վերակացել տականք մական։ ԲԿ-ից էր, չէ՞։ Կարա, հա։ Չգիտեմ ինչից է։ Ամոթել է իրենց նախկինը, չէ՞։ Էդգարը լավ գիտի դրանց բոլոր դոսիեները, տվյալները, լրիվ գիտի։ Լավ դիահերձած ունի ամեն ինչ։ Ուրեմն ինչ է ուզում ասել, տականք, մականք երիտասարդներին եւ այլն։ Բայց հիմա գանք թեմայից այդ գանք դուրս։ Ցերեկը առավոտյան այս մարդը եկել է 70-ամյա տիկինի, ինչպես իրենք ասում են, ոչ մեկ իրեն չի ճանաչել, թե ում մայրն է, թե ինչ եւ այլն։ Ինչպես բոլորին մեր երիտասարդները առաջարկել են ստորագրել, մոտենում են տեղեկացնում են, որ այսպիսի ակցիա կա, գործողություն կա։
Համաձայն եք չէ, մարդկանց ոչ մի բան չեն անում։ Չեն բռնի բերելու։ Ոչ մի բառ։ Սրբազան, ես քանի որ ինքս երիտասարդ տարիքում նմանատիպ շատ ակցիաներ եմ կազմակերպել եւ մասնակցել, սկզբից մասնակցել, հետո կազմակերպել, շատ լավ գիտեմ այդ ակցիան իրականացնողի հոգեբանությունը։ Այսինքն բնականաբար, եթե տեսնում ես, որ այդ մարդը քո հակառակ կարծիքն ունի, չես անի երբեք բռնի որևէ բան կամ ստիպես, որտեղ դա միշտ տալիս է հակառակ արդյունքը։ Այո, Նարեկ ջան, հայոյանք տվողել է եղել մեր երեխեքին, տարբեր տեղեր։ Շատ նորմալ է։ Ժեստերել են ցույց տվել։ Հազար մերոնք ոչ մի բան, ոչ մեկի շնորհակալություն ասեն, հաջողություն ձեզ, գնացեք ձեր իմացածով ապրեք։ Հիմա այս կինը եկել է սարքել, ուզեցել տեսանյութերում կա ախր է, ուզեցել են խաղաղությամբ հեռացնել, ուրիշ կինա խառնվել, որ երիտասարդները բան չանեն, խաղաղությամբ մի կերպ հեռացրել են։ Առաջին անգամ։ Գնացել գիշերը նորից հետո եկել։ Հենց դա մենք Արդեն կոպալով։ Հեռախոսով ու ձեռնափայտով, հեռախոսով։ iPhone, չգիտեմ ինչ հեռախոս էր մեծ։ Զավեշտա, Սրբազան հայր, զավեշտա ու նաև էլ ավելի մեծ զավեշտա։ Հենց դրա շարունակությունն եմ ուզում ասել, հայոյանքներով, բայց դրան հաջորդողը այն ակվարիումի մասնագետը իր հերթին, այն մյուսը իր հերթին, դա իր հերթին, այն մեկը դերասանություն ռոմանտիկ ելնում ինչ որ բաներ է խոսում։ Հայլի մայրը, արա դուք մոր արժեք գիտեք։ Լսեք, ամոթը դուք ստախոս եք, խափեբա եք, դուք չեք հասկանում, դուք ձեր ընտանիքի վրա եք արդեն սուտ խոսում։ Հասել եք այնտեղը, որ մտել եք ձեր ընտանիքի են տարբեր շերտերի միջով եք սկսում խափել մարդկանց, ուզում եք սուտ խոսել։ Չի կարելի, սա դուք դժոխք էլ չեք գնալու, չգիտեմ ուր եք գնալու։ Հատուկ մարմինը ստեղծվելու, ինչա ստեղծվելու։ Նոր ինչ-որ սրանք գիտես ինչ են անում, այդ ինձ շատ լավ հասկացող մարդիկ են էլի հուշում, որ այդ փորձում են, այնքան են իրանք արդեն մաշվել իրանց տեսակով, որ փորձում են փոքր խմբեր կամ ինչքան հնարավոր ավելի մեծ սեգմենտ, ինչ որ կարեկցանք մոտներ առաջարկեն։ Հելլա անամոթ հարա, ինձ մեզ արձագանքելով, ասում է, ինձ թիրախավորել են, որովհետև ես մեկն եմ այն հազարավոր երեխաներից, որի հայրը թողել է երկիր ու գնացել է հյուսիսային երկրներ։ Ու էդի ասում է մեզ, որ ասենք մենք ուղակի մի հատ հիշատակել ենք, երբ որ մերդ այդ երեխեքին ասում է այ վերջին լրբեր եսի ինչեր, անհասկանալի բաներ է մի խոսքով ասում, բարոյականության վիրավորող, մենք ակնարկ ենք անում ուղակի, բայց դա ուղակի մեկ այնքան տարբեր բաներ օբյեկտիվ օրեն քո մասին ասել ենք, որ ասենք հիմա գիտեմ էլի նայելու ես։ Ասածս այնա, որ սրանք այտենց փորձում այնքը մենք գիտենք, չէ, որ կա մի որոշ սեգմենտ մեր հասարակության մեջ, որը բախվել է այդ սոցիալական խնդրի հետ, որ մնացել է միայնակ երեխեքի հետ, բայց շատ տեղել եմ ես նշել, որ այնքան արժանապատիվ են այդ իրավիճակում գտնվել, այնքան ինքնազոհություն են ցուցաբերել ու այնքան ջանք չեն խնայել, որ այդ երեխեքին մեծացրել են արժանապատիվ մարդ։ Հենց մեր երեխաների մեջ, Վազգեն ջան, միայնակ մայր մեծացրած հերոսների զավակներ կան այդ երեխաների մեջ։ Երեխեք կան, որոնց հայրերը զոհված են, 90-ականին զոհված, քառորյային զոհված կան, այդ երեխեքը կան, իրենց թեկուզ բաժանության հետևանքով մենակ մեծացրած դրա մեջ ինչ կա, ասել միայնակ մայրության բաժանության հետևանքով լինի կամ որևէ այլ պատճառ, միայնակ մայրությանն եմ ուզում ասել, միայնակ մայրն մեծացրած։ Այսինքն դա մեզ համար, այդպես թիրախավորելու մեզ համար, երիտասարդների համար հատուկ թիրախավորել նյութ չի եղել, ոչ էլ համոզված եմ ձեզ համար, ոչ էլ որևէ մեկի համար։ Իհարկե, զավեշտ է։ Իրենք ամեն ինչը փորձում են այնպեսն է, թե ով են սրանց խորհրդականները, չգիտեմ, բայց ստի հայրը մի խոսքով սատանան է։ Պիտի արձագանքել դրան, որ ես օրինակ անկեղծ եմ ասում, այդ թեմայով նույնիսկ չի ուզում խոսել, բայց շատ հասկացող մարդիկ ասեցին, որ կա վտանգ, որ սրանք այտենց սեգմենտ մարդկանց մոտ փորձելու են թույլ տեղա չէ, էդի շատ մարդու համար կա տենց բան, որ մարդը տենում է ինչ որ այդ նույն կարգավիճակով է ինչ որ մեկ ասում է, առաջացնում է այդ կարեկցանք էլ այդ էմպաթիան ու դրա համար միշտ պետքա բոլորին հուշել թե ով են սրանք, թե սրանց գործունեության, իշխանության տարիներին իրանց անմիջական մեղավորությամբ ինչքան ծնողներ են, ինչքան մայրեր են մնացել միայնակ մայրեր, ինչքան երեխաներ առանց հայր են մեծանում ու ինչքան հայրեր որդեկորույս են այսօր ու սրանց ամոթի աստիճանը որ հելնում խոսում է իր մոր կարգավիճակից որ ասենք ես ուղղակի ձեր ներկայությամբ չեմ ուզում ավելի շատ խորհրդանշել բայց դա թեման չի անկեղծորեն ասած իրենց այդքան կարևորել չեն բայց
սա շատ կարևոր առանցքային բան եմ իմ կարծիքով կարևոր։ Ես միշտ երբ որ մեկը ասում է կարևոր բան եմ ասում ինչ գիտես որ կարևոր է։ Հիմա առանցքային բան եմ ուզում ասել ինձ համար, կարևոր գաղափար։ Նայեք, շարքը ծնողների, չէ՞։ Այն ինչ էր, համբալի պատմությունը, հետո քաշ տվեցին այդ մարդկանց թքելու պատմությունը, իրանց, հա, ծնողների պատմությունը, իրանց, հա, Ավինյանի հոր համբալ ասելը, համբալը, այն մյուսի մայրը թքել, ես ինչի անում ինչ ժեստեր, այն մեկի մայրը մյուսի մայրը շատ վատ բաներ համացանցում գրել, էդ էլ ձեզնից եմ իմացել իմ ուրեմն 4-րդը սա, հիմա ես ասում եմ հետևյալը, ժողովուրդ, եթե այս մարդիկ տեսախցիկների առջև չեն ամաչում, այս տեսակ բաներ են ասում, բա դուք մի պա աչքներդ փակեք, պատկերացեք տան մեջ ինչ են խոսում։ Օ, ճիշտ է Վազգեն, բայց դու այն Մարիայի մամայի պահով բանն պատկերացրու, հիմա գիշերը։ Ոչ մի բան։ Պատկերացրու տան մեջ ինչ են խոսում, այսինքն այդ ինչ նեղած վիճակը, միանշան է։ Նեղած վիճակ, որ եթե դուք հրապարակային ձեզ չեք զսպում այդպես խոսելուց, բա տանը նեղ շրջանակում ինչ եք ասում։ Չէ, իրոք այդպես բան կա, էլի։ Ես ասցին մի պատկերացրու, ես պատկերացրի։ Հիմա նա որ մարդկանց ասում է օպելով համբալ բան եւ այլն ասել է, չէ։ Պատկերացնում առանձին ինչեր է ասում։ Պատկերացրու տանը ինչ է ասում։ Ինչ բոմժը նեղ մաս։ Այսօր էլ մեր առաջինի կինը հաստատեց, այդ ասած ժողովրդը համնում, փաստացի էլի մեկնաբանում է դերբելը, որ ժողովրդը համ համբալա, համ տգետ։